Էմմա, կասես ոնց արեցիր, որ բոլոր գոլեգաներիդ ոտ տակը փորեցիր, մնացիր միակ եւ անգրկների վարսահարդարը։ Լավ չի, շատ լավ է, հետո կպատմեմ։ Լսի, հիմա պատմի, որովհետեւ որ գնանք հետ Դա ուրիշն է գալու ին ոտի տակը փորի այդ ձևով ախտես չի լինի։ Ինչ է պետք բյութի ֆաբրիկում առաջընթաց ունենալու համար։ Իդեալական ձեռ, որը ձեռք ես բերում բյութի ֆաբրիկում տարիների ընթացքում։ Միանգամից ուզում ես 10 տարվա վարսավիր եղի, դու բյութիում իսկական վարսահարդար դառնում ես տարիներ հետո։ Ինչ զգացիր այն վաու վիդեոից հետո։ Ոյ շղինով ստղից կու։ Իմ այն մուննա դեմքն է, որ բոլորը գիտեն թե ես մուննաթ եմ, բայց ես տենց չեմ իրականում։ Գիտեք, սպունգի պես սովորողը, սպունգի պես բյութի աշխատանքի ընդունում եմ զույգերով ու ամեն մեկը ունի իր առաջին օրվա ընկերը։ Ու մեկ էլ որ ասենք, տեսնում ես իրանք sense փոքրիկ առանձին տնական ընկերություններ են անում, հենց հետաքրքիր է։ Օրինակ հենց հիմա քո դիմաց քո ընկերուհին է քեզ պատվիրժ կանում։ Բայց սիրուն ենք չեն գերություն անում։ Այո, ես շատ եմ սիրում, որ իրար ինչ որ չափի կիսում են իրանց օրը, որտեվ իրար հետ եք ապրում, բայց չեմ սիրում, որ կղզիներ են ստեղծում սրահում։ Առանձին ունենք ընկերություններ, բոլորը, ասենց ամեն մեկը իր ազույգով, բայց առիթների ժամանակ ինձ թվում է, ասենց միաձուլվում են, դառնում ընդհանուր ընկերություն։ Իսկ աշխատանքում ոչ։ Աշխատանքում էլ։ Իսկ ոնց ես քեզ զգում, երբ որ դու գնում ես տենց բարդ պրոյեկտների։ Ոյ ես ամենաերջանիկն եմ ինձ զգում, որտեղ պրոյեկտները իմ համար չգիտեմ։ Ես ինչքան արչի գայրի գլխարկա դնում ես, ինչքան կերպարկա հագնում ես։ Պրոյեկտների համն ու հոտը պահում եմ։ Այո, այո, ապրես։ Դե լավ։